Այսպիսի սպառնալից տոնայնությամբ քաղաքացիներին դիմողը բարեփոխված ոստիկանության կարմիր բերետավորներից է։ Այս ծառայողը Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու օրը գործընթացն ապահովող ուժային կառույցի միակ ներկայացուցիչը չէր, որ անհարգալից էր հավաքվածների հետ։ Մյուս դրվագում անչափահասների հետ փողոցային բառապաշար կիրառողը դարձյալ կարմիր բերետավոր էր։ Մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահն այսպես է փորձում արտարացնել նշված ոստիկանների վարքը։ Իսկ այս երկու ծառայողի մոտ ստրեսը հավանաբար հասել է գագաթնակետին։ Նրանք երիտասարդին վերցնում են ու հարվածում միկրոավտոբուսին։ Ինչու է ոստիկանությունը սպառնում եւ բռնություն կիրառում, որքանով են այս դրվագներում գործողությունները համաչափ, անգամ եթե օրենք է խախտվել։ Վահագն Ալեքսանյանը բացատրություն ունի։ Առանց դատարանի վճռի արկայության իշխանական падգամավորը նրանց անվանում է հանցագործություն կատարողներ։ Եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակից այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող հայհոյող զանգվածին ասելը բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարում եմ նորմալ, որտեվ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Ագրեսիվ բնույթը շարունակվում է, այդտեղ բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ոչ միայն ձեր նշած գործողություններ են կատարում, այլ ուղղակի խեղդում են։ Ոտքը դրած քաղաքացու կոկորդի վրա խեղդում են եւ մարդը շուտշահեղձ ալինում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորը կարմիր բերետավորի հայտարարությունը սպառնալիք է համարում։ Գառնիկ Դանիելյանի խոսքով դեմքերն արձանագրելու մասին բարձրաձայնումը հետևանքներ է ունենալու։ Մարդկանց այդ իրենց, որ ասում են դեմքերը ֆիքսում են, այն ցույցերի միտինգների ժամանակ երբ որ արդեն անմիջապես բերման են ենթարկում կամ այդ հրմշտոցի պահին, ում վրա որ sense ժողովրդական լեզվով ասած մուռ են ունենում, քեն են պահում, այդ մարդկանց սկսում են խոշտանգել, ծեծել, այդ քաշքշուկի ընթացքում առանձնացնում են, մարմնական վնասվածքներ են հասնում։ Եվրոպական ուղուց շեղված հարևան Վրաստանում օրինակ իշխանությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին նույնականացնելու համար չեն մնացել առանձին ծառայողների հույսին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է օգտագործել հատուկ ծրագիր, որը ճանաչում է դիմագծերը վարչական իրավախախտումների մեջ կասկածվող անձանց ինքնությունը պարզելու համար։ Թբիլիսիում եւ հարակից բնակավայրերում շուրջ 4300 խելացի տեսախցիկներ են տեղադրել, որոնք նաև հատուկ զումավորման հնարավորություն ունեն։ Արդյոք Հայաստանի իշխանություններն էլ կգնան այս ճանապարհով քաղաքացիներին հեշտությամբ նույնականացնելու համար։ Իշխող ուժից Վահագն Ալեքսանյանը հեգնանքով է արձագանքում։ Ենթադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին, Ժողովուրդ ջան, ես կարծում եմ այդ 2-3 հազար հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Իսկ ահա Գառնիկ Դանիելյանը կարծում է, որ Հայաստանում եւս հատուկ միջոցներով նույնականացում է իրականացվում։ Ակտիվիստներին կամ ցուցարարներին նույնականացնելը նոր չի, Հայաստանում նույնականացնում են նույն տարբեր շարժումների ժամանակ մարդկանց հետ նույնականացրած մարդկանց կանչում են բաժանմունքներ եւ ելի սպառնալիքներ են հնչեցնում այդ մարդկանց հասցեին, այսինքն նենց չի որ ստեղ չեն նույնականացնում եւ նույնականացնում են անում եւ նաեւ դրանից հետո հաջորդում են այդ ռեպրեսիվ համակարգը սկսում է աշխատել։ Վերջերս Վրաստանում էր Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Գերատեսչությունից հնարավոր չեղավ պարզել, արդյոք փորձի փոխանակման համար Թբիլիսի մեկնած Սարգսյանը ուսումնասիրել ու Երևանում ներդնելու է վրացական փորձը։